Հայկական խաչքար հայոց գրեթե բոլոր հոգևոր կառույցները զարդարված են խաչքարերով։ Բազմաթիվ եկեղեցիների պատերին կարելի է տեսնել փորագրված խաչի պատկերներ, որոնք իրենց հատուկ նշանակություն ունեն։ Փոքրիկ խաչերը պատկերվել են ի պատիվ հովանավորների եւ բարեգործների, ում ջանքերով կառուցվել կամ բարեկարգվել էր տվյալ եկեղեցին։ Հայերն այնքան մեծ հարգանք եւ պաշտպանմունք էին ստեղծել խաչերի շուրջ, որ այս խորհրդանիշը քարտաշ վարպետներին ստիպեց ստեղծել արվեստի այս յուրահատուկ գլուխգործոցները, որոնք իրենց բովանդակությանը համահունչ կոչվեցին խաչքար։ Հայոց աշխարհում խաչքար կան գրեթե ամեն անկյունում։ Խաչքարերը երբեք չեն կրկնվում։ Խաչքարի գլխավոր նպատակն է կապ ստեղծել Աստծո հետ։ Խաչքարերի առաջացումը խաչը որպես խորհրդանիշ մեծանում առաջացել է դեռևս 4-րդ դարից սկսած։ 4-ից 7-րդ դարերում դրանք ունեցել են շատ պարզունակ պատկերներ։ 7-րդ դարից հետո ի հայտ են գալիս թևավոր խաչքարերը, որոնցից շատ քչերն են այսօր պահպանվել։ 8-րդ դարից հետո սկսում է հայտնվել արդեն ուղղանկյուն կանգուն խաչքարի տեսակները, իսկ արդեն 11-րդ դարից հետո ձևավորվում է որպես ներկայիս հայտնի խաչքար հասկացությունը, իր մեջ կրելով բոլոր երկրաչափական եւ բուսական տարրերը։